Amen.
Yes,
Որ փանաս դերը քո եւ դրանց ամենայն
գողորմության կողքես հանցն անեն ծանցիսի։ Նողոկա և բարձասվես իսկերիս հողբոյի և մատվոյի մոտ այսինեղել ուշեղ ալուգյան և գողորման կողարարազոց և ինձ կազմաներից։ Արտուչի մորորոց, արտոց ուշար հողորության իր մարիշ հողորություն և հետևը իհոքի մինյոստարի օրնամին և ձերվիում տեղնում և սերը ակարության զիզոխտեղված իմեղած և կողեցից զարդարեցնում և ուղորնյան պարայրազոց և ինձ կազմին։ Աղբյուր անմահության, աղբերացոր սիրներում զարդապիչ սավաշկարության, որպես մորդեգինցի նվացիկս ները սանցին ու առաջ կանց են ամենում աշխարից, և գողորմյան ու արդազոց և ինձ կազմանից։ Բարգերի գողորմության, բարգերյան նեղապար հավատով և հարիքործով և սուտ նամինով և ամենատող առողջության չար արդյոք և գողորմյան կողարարազոց և ինձ կազմաներից։ Արևարգ է, ռեշտագի նարին հանցն արաստեց, և կապծրության բավանքեր լսորդեց, և անքրով անցուցանել կանցարակում հասան, որ մենեքո և ինձ, և ողորմյան քո արարացոց, և ինձ կազմաներից։ Դուշ եշմարիտ Քրիստոս, անհանամոդյան զոհի, ուրախության կիզաներից միշտ կարած ոչման ավելի, և համչեր Քրիստոս կարնած հոգևանս արդարոց, մինչև որ իր հասության քո, և ողորմյան քո արարացոց, և ինձ կազմաներից։ Աբանոր արդար, որ ժամկաս կարող որքադել Իսեփանի
Diceres voi veramente
Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ահավասիկ ապաշխարության մեծի պահոց 40-ական այս շրջանին հերթական հանգրվանին մոտեցանք։ Երրորդ կիրակին, առաջիկա կիրակին պիտի հիշատակենք անարակ որդու վերադարձի վերականգնման, վերստին մեր աստվածային կերպարանքը վերագտնելու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծագույն փրկության խորհուրդը վերապրելու հրավերով։ Իհարկե կիրակտորյա մեր պատգամի մեջ մենք կանրադառնանք անարակ որդու առակի վերլուծության, այնտեղ 3 կարևոր կերպարներ կան, 2 զավակներ և հայր, անոնց հարաբերակցությունը, անոնց կյանքի որոշումները, այդ որոշումների բախումը կյանքի փորձության իրականության և այդ որոշումները երբեմն փոփոխելու հնարավորությունը և իհարկե դարձյալ վերականգնումի և դարձի ճանապարհը։ Այս շրջանին անընդհատ պիտի խոսենք, միասին խորհրդացենք Ադամի և Եվայի դրախտի երանական վիճակի գեղեցիկ, մի քիչ հեքիաթային թվացող, բայց խիստ արդիական և առօրյա մարդկային կենցաղից առնված այս իրական պատմությանը, թե ինչպես Աստուծո խոսքի անհնազանդության պատճառով մարդը հեռացվեց Աստուծո ներկայությունից, Աստված, հայր Աստված, նրան դուրս դրեց դրախտի երանական վիճակից, այն էր երջանիկ, անհոգ, Աստված տեսության, Աստուծո շնորհական վիճակի զգացողության առօրյա պայմանը և արտաքսումից հետո ինչ տեղի ունեցավ։ Քո քրտինքով պիտի ստեղծագործես և վաստակես քո աղուր հացը, Աստուծո խոսքն էր սա։ Եվ այո, Ադամը վերադարձավ նյութին, դարձավ նյութի հետ կռիվ տալու, նյութից ստեղծելու իր կերակուրը, նյութից հոգի կերտելու, մշակույթ և արվեստ կերտելու և ոչ միայն հոգու կերակուր, նաև մարմնի կերակուր կերտելու այդ ընթացքին։ Մենք էլ մեր առօրյայի ծննդենե անտի, առօրյա մեր իրավիճակում նյութական արարածներ որպես այս աշխարհից պարտականություն ունենք նյութական մեր բարիքը ստանալու։ Այն ինչ որ մեզ Աստված տվել է, կյանքը, առողջությունը, տարիքը, ընտանիքը, ծնողները, զավակները, սիրելիները, ընկերները, աշխատանքը, մասնագիտությունը, կրթությունը, եկեղեցին, համայնքը, ամեն բան արժևորելու։ Եվ որքան իրատեսական է և իրական է մեր կյանքը նմանորության մեջ Ադամի կյանքի։ Մենք էլ այդ բոլոր պարգևների մեջ պիտի փորձենք հավատարմությամբ վարվել, պիտի փորձենք շահեցնել, պիտի փորձենք այդ ամենից ստեղծել բարիք մեր մարմնի համար և մեր հոգիի համար։ Ուրեմն ժամանակների մի հատվածին, սակայն
Աստված իր արարչագործության մեծագույն հնարքին, մեծագույն գագաթին, որ մտավոր բանական արարածն էր, մարդն էր, լքյալ չթողեց, եկավ իր խոսքով, իր միածին որդիի մարմնացումով, որպեսզի կանչի ապաշխարության, եկավ որպեսզի գիտակցությամբ անդրադառնանք, ոչ թե սպասենք, թե երբ պիտի Քրիստոս հայտնվի ֆիզիկապես, կրակով, ամպով, մեծ ցնցումով, մեր կյանքում պատահած ամենամեծ իրադարձությամբ, այլ եկավ պարզ խոսքով, և այդ խոսքը այս է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ով ինձանով քայլի, կհասնի երկնքի արքայության, ով թակի այդ դուռը, Քրիստոսի դուռը, նրա առջև կբացվի։ Այսինքն Քրիստոս մեր մտքի պարզ հարցադրմանը եկավ պատասխանելու, թե ինչպես վերականգնվել և ինչպես դառնալ դրախտի եդեմական պարտեզի երջանիկ վիճակի մեջ։ Երջանկության փնտրտուքը, երջանկության ձգտումը համամարտկային երևույթ է։ Բոլոր կրոնների մեջ, բոլոր տարիքներում, բոլոր սերերի, բոլոր մարդիկ միշտ կձգտեն երջանկություն ունենալ։ Մարդիկ այդ երջանկությունը երբեմն կգտնեն նյութական, ֆիզիկական երևույթների մեջ։ Մարդիկ կգտնեն ընտանիքի մեջ, մարդիկ կգտնեն զավակի մեջ, մարդիկ կգտնեն եկեղեցիի մեջ, մարդիկ կգտնեն ազգային պարտականություն կատարելու մեջ, նվեր տալու մեջ, մարդիկ կգտնեն մարդկանց խաբելու մեջ, մարդկանց սպանելու մեջ, մարդկանց սխալ ճանապարհի դրդելու մեջ, այդ ամենի մեջ մարդը դրական թե բացասական երևույթների մեջ անգամ այդ երջանկությունը ունի։ Մարդը կուզե խաղաղ լալ, կուզե հանդարտ լալ, կուզե հաճույք ստանալ, հաճույքի ձգտման մրցավազքի մեջ ենք, մենք ամենքս։ Անկախ դրանից թե մեզ համար, ամեն մեկիս համար, ինչ արժեք ունի և ինչ իմաստ ունի, և ինչ բովանդակություն, ինչ բացատրություն և ինչ զգացողություն ունի երջանկություն։ Երջանկության սանդղակը ամեն մեկիս մտքի մեջ կամ կյանքի մեջ յուրօրինակ և անձնական։ Սակայն քրիստոնյայիս համար երջանկության գաղտնիքը արժեքի մեջ է։ Պարզ պատասխանով, այն ինչ որ անցողական է, այն զգացական երջանկություն է։ Անար երջանկություն է, բայց զգացական, անցողիկ։ Այն ինչ որ մնայուն է, այն ինչ որ արժեք է կերտում, այն ինչ որ մեր հոգիին սնուցանում է, մեր հոգևոր երջանկության աղբյուրն է հանդիսանում, այն է, որ մնայուն է, գնայուն չէ։ Ուրեմն այդ եթե ընտրենք ինչն է, որ մնայուն երջանկություն է տալիս մարդուս, հոգու զորությունն է, հոգու Աստուծո հետ լիցքավորումն է, Աստուծո զորության, Աստուծո շնորհներով լցվելն է։ Այդ հոգևոր ապրումով է, որ քրիստոնյան կարող է Աստուծո ճաշակը ունենալ գեթ մեկ վայրկյանով, բայց իրեն թվա, որ ինքը հավիտենության մեջ ապրեց։ Աղոթքի մեջ կարող է Աստուծո ներկայությունը զգալ գեթ մեկ վայրկյանով, մեկ երկվայրկյանով, բայց կարող է իրեն թվալ այդ մեկ երկվայրկյանը հավիտենության արժեք։ Եվ ուզե, որ այդ հավիտենության մեջ ապրի այլևս։ Իր համար այլևս աշխարհի նյութական բոլոր այդ երջանկությունները
երկրորդական են դառնում։ Առաջնային դառնում է հոգևոր երջանկություն։ Ուրեմն այդ երջանկության վերադարձի կանչն է Քրիստոսով հայտնվել մեզ։ Ինչպես մենք կարող ենք վերականգնվել և սովորել ներել։ Այսօրվա իմ խորհրդատվության պատգամը այս է։ Անարակ որդին, որ կրծեր զավակներ, որի մասին առանձին պիտի խոսենք, միշտ կմտածեր, արդյոք իմ արարքը, որ ես վերադառնամ հորս առջև, ես մեղք եմ գործել, իրենից արել եմ իր մահվանից հետո ինձ պատկանող ունեցվածքը, այսինքն վիրավորել եմ հորս, արել եմ ունեցվածքը, վատնել եմ ունեցվածքը, անբարո կյանքով եմ ապրել, աշխարհի բոլոր մեղքերը և հաճույքները երջանկության փնտրտուքով ուրեմն ունեցել եմ։ Եվ հասել եմ մի իրավիճակի, որ խղճալի իրավիճակ է, մեղավոր մեղսարի իրավիճակ է։ Արդյոք ինձ հայրս կների, եթե երթամ հայրս կների, ուրեմն այս հարցին զուգահեռ մենք երկրորդ հարցնել ենք միշտ մեզ տալիս։ Ոչ միայն հայր Աստված մեզ կների, այլ նաև մենք միշտ հաշվի ենք նստում մեր միջավայրի հետ։ Արդյոք իմ ընկերուհին, իմ ընկերը, իմ ընտանիքի անդամը, իմ հավատակից քույրը եղբայրը ինչ կմտածեն իմ մասին։ Անարակ որդին էր մտածում էր, երթամ ավակ եղբայրս ինչ կմտածի իմ մասին։ Կարող է ծեծի և չթողնի տունից մրկում, բայց այդ ամենով հանդերձ ներողամտության հույսը հաղթեց և վստահեց իր հոր սիրո այն վաստակին, որ ունեցած էր իր զավակի կյանքում։ Եկավ, կանգնեց հոր առջև։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, այս կիրակին երբեք անառակ որդիի կիրակի չէ։ Այս կիրակին անառակ որդու վերադարձի և վերականգնման կիրակին։ Այսինքն մենք ամեն մեկս երբեմն անառականում ենք մեղքով, ոչ միայն սեռական իմաստով, այլ մեղքի իմաստով, անառականում ենք, մեղավորանում ենք մեկ բառով, մեղքի մեջ ենք ընկնում և դարձի, վերադարձի անհրաժեշտություն ունենք պարբերաբար, անընդհատ և ապաշխարությունը հենց այս հրավերն է մեզ, որ մենք դառնանք և միշտ հիշենք, որ հայրը միշտ սպասում է։ Հայրը միշտ սպասում էր իր զավակին։ Երկնավոր հայրը միշտ սպասում է մեզ։ Եվ այս հույսն է, որ մեզ մաքրում է մեր կյանքի այն բոլոր բացասական երևույթներից և բերում է մեզ մաքուր անոթ, որպես Աստուծո տաճար լինելու և Աստուծո առջև կանգնելու և վերականգնվելու։ Ուրեմն այսօր մենք հավատով խոստովանին ներսեր շնորհալու 24 թուղերից բաղկացած աղոթքի մեջ ընթերցեցինք անառակ որդու առակի բովանդակության տունը, որ երրորդ տունն էր։ Ուրեմն ուզեմ նորից ընթերցենք և իմ խորհրդատվությունները այսպիսով փակեմ, միայն թե հորդորելով ամեն հավատացյալների, որ երբ որ երկու հորդոր, երբ որ ժամերգության ժամանակ հոգևորականը ձեզ օրհնում է ասելով խաղաղություն ամենեցում, բոլորս միասին պիտի ասենք և ընթորքույթքու, որտեղ դա ձեր մաղթանքն է օրհնություն տվող հոգևորականին։ Քո հոգիի հետ այդ խաղաղությունը թող վերադառնա նաև քո հոգիին։ Երբ որ ինքը ասում է Աստուծո երկիր պարգևցուկ, մենք միասին կրկնենք առաջի կոտեր։ Ուրեմն սա մեր հավատացյալների բաժինն է։ Ուրեմն պիտի խնդրեմ, որ
հաջորդի դա մեզ հետ միասին բոլորս կրկնենք։ Եվ երկրորդ խնդրանքս այն է, որ այս ներսեր շնորհալու հավատով Խոստովանի աղոթքի վերջին տունը հաջորդ ուրբաթ օրը փորձենք միասին, բոլորս միասին ասել, կարծես մեր եկեղեցին մեկ սիրտ թող դառնա միասին, ուրեմն այդ աղոթքը անելուց։ Բայց այսօրվա խորհրդի աղոթքի տունը հետևյալն է. Հայր երկնավոր Աստված ճշմարիտ, որ առաքեցեր զորքիդ քո սիրելի, որ քո սիրելի որդուդ առաքեցիր, ի խնդիր մոլորյալ ոչխարին, որպեսզի մեր նման մոլորյալ բանական հոտի ոչխարներին, այսինքն բանավոր հոտի քո զավակներին փնտրելու համար, մեղա հերկինս եւ առաջիկո, մեղանչել են, մեղք եմ գործել, թե երկնքի առջև, թե քո առջև։ Ընկալ զիս որպես զանարար որդի, ինձ էլ ընդունիր, այնպես ինչպես անարար որդիին ընդունեցիր։ Ես ալ քաջություն ունեմ մեղքս գիտակցելու, հասկանալու, զղջալու, խոստովանելու եւ քո առջևը գալու, ով հայր, ինձ էլ ընդունիր, եւ ինձ էլ զգեստավորիր, զգեցով ինձ զպատմուջանն զարաչինը, զոր մերկացա մեղով, ինձ էլ զգեստավորի այն առաջին պատմուջանով, ինչ պատմուջանով, որ զգեստով, որ զգեստավորեցի անարակ որդին և դարձավ տուն, ինձ էլ իմ առաջին պատմուջանը, այսինքն աստվածանմանությունը զարդարիր և հագցրու ինձ, այսինքն մեր հոգին աստվածանմանություն ունի և մեղքի պատճառով խաթարվում է այդ կերպարը, ուրեմն այս աղոթքի մեջ ներսեր շնորհալին կամ ներսեր շնորհալու շուրթերով մենք աղոթում ենք ասելով, որ ինձ էլ վերականգնիր այդ մարդկության մեջ, որպեսզի Աստուծո զգացողությունը ունենամ, որովհետև այդ մեղքի պատճառով մերկացա, հանեցի այդ զգեստը, հիմա այդ զգեստը հագցրու ով Տեր և քո բոլոր արարածներին ողորմի և նաև ինձ ողորմի։ Թող Տերը իր ողորմության շնորհները անպակասն է մեր կյանքից և այս հոգևոր ճամփորդության մեջ մեզ հաճախ առիթներ ընձեռել, որպեսզի մենք մտածենք Աստուծո մասին, խոսենք Աստուծո հետ, երբեմն նաև լսենք Աստծուն իր Սուրբ Գրքի ճամփով։ Աստված օգնի ամենքին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն պահապան, ամենայնի Քրիստոս, աչք Հովանի, իցի իվերային, իտվեի ինստի իտա, իգնալ իճանապար, ինընջեր և իհարներ, զիմի եկվեք սասանեցայց, և օրհնյալ վարարածուց, սպասմանելիս, ամեն։ Օրհնյալ Գեղերուտի շնորհացու փոխվույն, երթայք հանգերուտի խաղաղություն, և Տերը մեր Հիսուս Քրիստոս ևիցին ձեզ և ընդամենեսյասը, ամեն։ Աստված բոլորիդ հետ։